Հա, կարող ենք։ Ողջույն բոլորին, շատ շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Արձագանքը շատ կարևոր է մեզ համար, որովհետև մենք շատ քիչ հարթակներ ունենք, որտեղից կարողանում ենք մեր տեսակետները հրապարակել, գիտեք, եւ նաեւ այն հարցակումները, որոնք տեղի են ունենում տարբեր ուղղություններից, սա մեզ մի քիչ դժվարացնում աշխատանքը, այնպես որ շատ շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Մենք հավաքվել ենք խոսելու մի քանի թեմաների մասին, մենք արդեն հրապարակել ենք, թե ինչի մասին խոսենք, տենց մի քիչ կբաժանենք մեր, որ բոլորը հնարավորություն ունենան խոսելու։ Մենք ինչու նժարը որոշեց միանալ բոլորին դեմ են պրոյեկտին, մենք ուզում ենք ավելի հանրային հարթակից բացատրել, տենց առանձին հարցազրույցներ գուցե մարդիկ շատ ժամանակ չեն ունենում նայելու, տրամաբանությունը շատ պարզ էր, եւ մենք, եւ բոլորին դեմ եմ պրոյեկտը ուներ գրեթե համընկնող նպատակներ, բոլորին դեմ եմ ավելի փոքր մասշտաբի էր վերցրել, ինչու, այնպես չի, որ խնդիր կար ավելի ընդլայնելու, ուղղակի համաձայնություն ստանալու, մնացած միացող մարդկանց համաձայնությունը ստանալու, մեծ տարաձայնություններ չունենալու նպատակով, իսկ նժարը այդպես էլ ինչպես խոստացել էր, հերթական կուսակցությունը չգրանցեց, որովհետև մեր նպատակը կուսակցություն ունենալը չէր, հերթական կուսակցությունը մեր նպատակն էր փորձել համախոհ մարդկանց, ազնիվ մղումներ ունեցող մարդկանց համախմբել, ստեղծել իրավիճակ, որտեղ գաղափարները հանուն Հայաստանի, ոչ թե փոքր ինչ-որ խմբերի, շահերից ելնելով առաջ տանելն էր, հետևաբար շատ տրամաբանական էր միանալը եւ երկրորդը մենք միշտ ասել ենք, որ քաղաքականության մեջ պիտի ձևավորվեն ընտրանի, հա, կամ էլիտաներ պիտի ձևավորվեն մի կողմից, մյուս կողմից էլ պիտի սերնդափոխություն լինի, պիտի առողջ սերնդափոխություն լինի, ոչ թե մարդիկ, ովքեր զբաղմունք չունեն, գործ չունեն, տենց ուրիշ տեղ իրանց չեն կարողանում ռեալիզացնեն, գան մասնակցեն քաղաքական process-ներին, այլ լինեն մարդիկ, ովքեր ամեն ինչ ունեն, եւ մասնագիտություն ունեն, եւ աշխատանք ունեն, եւ բավարար վաստակ ունեն, եւ երջանիկ են, եւ ինքնաբավ են, եւ փաստորեն ունեն ամեն ինչ, ուղղակի այս միջավայրը, այս իրավիճակը իրենց չի բավարարում, հետեւաբար շատ տրամաբանական էր սերնդների, այսպես համերաշխությունը ցուցաբերելով գալ միանալ միասին, հատկապես որ բոլորին դեմ արդեն գրանցել էր կուսակցություն, ուներ ստեղծված համակարգված միջուկ եւ մենք վստահ ենք, որ այս process-ը կարող է լինել շատ ավելի երկարատև, մենք կմասնակցենք այս ընտրություններին մի ֆորմատով, հետո ենթադրում եմ, որ հնարավորություն կլինի նաեւ շարունակել մեր պրոյեկտները կյանքի կոչել։ Շատ կարեւոր է շատ հստակ պատկերացնել, որ մի քայլանի, այսպես ասած, գործիքակազմով այս իրավիճակում համակարգը կոտրել են մատրիցան, որը ստեղծել են տարիներ, տասնամյակներ շարունակ, մատրիցան, որը թույլ չի տալի որևէ մեկ այլ ուժի, փոքր ուժի, նոր ուժի, մեծ ֆինանսական կարողություններ կամ այդ պահին իշխանության եկած ուժի գործիքակազմ օգտագործելով հնարավորություն չունի որևէ կերպ ներկայացված լինելու եւ մեծ թվով մարդիկ մնում են ուղղակի չներկայացված, մեծ թվով մարդիկ չեն կարողանում իրենց ներկայացուցիչը ունենալ պարլամենտում, հետեւաբար սա լավագույն տարբերակն էր այս պահի դրությամբ եւ կարծում եմ ընտրությունների շատ քիչ ժամանակ է մնացել, մենք շարունակելու ենք բնականաբար այս process-ը մի կողմից, մյուս կողմից մենք հայտարարել ենք, որ նաեւ այլ գործողություններ ենք իրականացնում, այլ տրամաբանության մեջ ենք փորձելու նաեւ զուգահեռաբար աշխատել,